Շիրակի թեմի առաջնորդ Միքայել arczepiskopos Աջապահյանը դեռ չի վիրահատվել եւ հայտնի չէ թե երբ կկատարվի վիրահատությունը։ Իզմիրյան բժշկական կենտրոնից, որտեղ 10 օրից ավելի գտնվում է սրբազանը, լրատվամիջոցներին հայտնել են, որ վիրահատությունը հետաձգվել է անհայտ ժամանակով, քանի որ շաքարի մակարդակն արյան մեջ բարձր է, որը պետք է կարգավորել, հետո նոր վիրահատել։ Բոլոր ժամանակներում եկեղեցին հանդիպել է տարբեր մարտահրավերների, որոնք հաղթահարվել են նվիրյալ եկեղեցականների հանձնառու եւ անսակարգ ծառայության շնորհիվ։ Գևորգյան հոգևոր ճեմարանի եւ նորընծաս արգավագների հետ հանդիպմանն ասել է ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ը։ Նա նկատել է, որ այսօր էլ ժամանակի նոր մարտահրավերներին ընդառաջ հայ հոգևորականը կոչված է հավատավոր իր ժողովրդին համախմբելու եկեղեցու շուրջ, ավետարանի քարոզչությամբ առաջնորդելու դեպի խաղաղ Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է Հայաստանում ընդդիմադիր գործիչների եւ հոգեվորականների նկատմամբ հետապնդումներին, որոնք հաճախ ուղեկցվում են ռուսական ծառայությունների հետ կապ ունենալու մեղադրանքներով։ Զախարովան անհասկանալի է համարել այն չափանիշները, որոնցով Հայաստանի իշխանությունները մարդկանց որակում են որպես ռուսական ազդեցության գործակալներ, նշելով, որ մեջբերում, եթե հիմքը երկկողմ հարաբերությունների զարգացմանը կողմ լինելն է, ապա նույն տրամաբանությամբ Նիկոլ Փաշինյանը եւս խոսում այդ մասին։ Ըստ Զախարովայի, եթե ընդդիմության հետ պարզապես հաշվեհարդար են տեսնում Ռուսաստանի անունը շահարկելով, ապա դա բարեկամական մոտեցում չէ եւ հակասում է երկկողմ գործընկերությանը։ Սամվել Կարապետյանի մոտ հյուպատոսական մուտք ենք ապահովել Երևանում Ռուսաստանի դեսպանատան միջոցով եւ շարունակում ենք հետևել նրա վիճակին, ինքնազգացողությանը եւ նրա օրինական իրավունքների պահպանմանը։ Կարապետյանի կալանքի ժամկետի հերթական երկարաձգման մասին հարցին այսպես է պատասխանել Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Ճեպազրույցի ժամանակ նա նաեւ խորհուրդ է տվել այդ հարցն ուղղել Եվրամիության դիվանագիտության ղեկավար Կայա Կալասին։ Որոշ տեղեկություններ ուղարկեք այն մասին, թե ով է Սամվել Կարապետյանը եւ որքան շատ բան է նա արել Հայաստանի համար։ Թող Կալասը պատասխանի այդ հարցին, ասել է Զախարովան։ Խոսելով Հայաստանի էլեկտրական ցանցերից, նա ընդգծել է, որ Ռուսաստանի քաղաքացիների եւ արտասահմանում գտնվող ռուսական բիզնեսի շահերի պաշտպանությունը միշտ ռուսական կողմի առաջնահերթությունների ցանկում է։ Հեծի ազգայնականացման հարցում էլ ռուսական կողմը հայ պաշտոնյաներին առաջարկում է համատեղ փնտրել իրավիճակի կարգավորման ելքեր, որոնք հաշվի կառնեն հանրապետության եւ ռուսաստանցի գործարարի շահերը։ Բաքվի դատարանում այսօր վերջին խոսքով հանդես են եկել ապօրինաբար գերեվարված Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարներ Լևոն Մնացականյանը, Արկադի Ղուկասյանը եւ Բակո Սահակյանը։ Նրանք չեն ընդունել իրենց վերագրվող եւ ոչ մի մեղադրանք։ Բաքվում այսօր Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության եւ մյուս հայ գերիների վերջին դատական նիստներ։ Դրա ընթացքում Լևոն Մնացականյանը նաև ներկայացրել է իր ելույթի 51-ջանոց սղագրությունը դատավարության արձանագրություններում ներառելու համար։ Բաքվի դատարանի առաջ ընդհանուր առմամբ կանգնած է 15 հայ։ Գյանջայի ծանր հանցագործությունների դատարանը 16 տարվա ազատազրկման է դատապարտել արցախցի 58-ամյա Կարեն Ավանեսյանին։ Ըստ ադրբեջանական կողմի ներկայացրած վարկածի, Ավանեսյանը զինված փորձել էր մոտենալ հանրային միջոցառման վայրին, որտեղ Իլհամ Ալիևն էր, սակայն ոստիկանները կանխել են։ Բաքվի ուժայինները պնդում են, որ տղամարդը դիմադրություն է ցույց տվել, կրակ բացել եւ նռնակներ նետել իրավապահների ուղղությամբ, ինչից հետո պատասխան կրակով վիրավորվել է եւ ձերբակալվել։ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները դեկտեմբերի 24-ին եւ 25-ին տեսակցել են Ադրբեջանում պահվող բոլոր հայ անձանց։ Ազատությանը հայտնել է Հայաստանում Կարմիր խաչի պատվիրակության հաղորդակցման ղեկավար Զառա Ամատունին։ Այցելող թիմի կազմում պատվիրակների մեջ եղել է նաեւ բժիշկ։ Ընտանիքի կողմից ծանոթներ չեն փոխանցվել, այցը սահմանափակվել է կազմակերպության առանձնազրույցներով եւ ընդհանուր գնահատականներով։ Ավելի վաղ տարածվեց տեղեկատվություն, որ Կարմիր խաչի ներկայացուցիչները այցելել են նաև Բաքվում անազատության մեջ գտնվող Վիգեն Էուլջեկչյանին։ Բանտարկյալին փոխանցվել են սնունդ եւ անձնական օգտագործման իրեր։ Կաշառք ստանալու մեղադրանքով ձերբակալվել է Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի համապատասխան բաժնի աշխատակիցը։ Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնում են, որ վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը 2 ամիս ժամկետով։ Նույն քրեական վարույթի շրջանակում քրեական հետապնդումներ են հարուցվել եւս 2 անձի նկատմամբ կաշառք ստանալու եւ կաշառք տալու համար։
Օտարերկրյա տեսալսողական ծրագրերում Հայաստանի ներքաղաքական կյանքին միջամտող բովանդակության տարածումը կարգելվի։ Օրենքի նախագիծն այսօր ընդունվել է կառավարությունում։ Նախագծով առաջարկվում է վերանայել եւ հստակեցնել տեսալսողական հաղորդումների չարաշահման արգելքները, սահմանելով դրանց կիրառման առավել կոնկրետ դեպքեր։ Մասնավորապես օրենքով կարգելվի սահմանադրական կարգը բռնի տապալելու, պատերազմ քարոզելու, բռնություն եւ դաժանություն քարոզելու կամ նման նպատակ հետապնդող բովանդակության տարածումը։ Մոսկվայի օդանավակայաններում չվերթները ուշանում են ձնաբքի պատճառով։ Չվերթների չեղարկումներ դեռ չկան, սակայն ուղևորները ստիպված են սպասել, մինչ թռիչքուղիները մաքրվեն։ Առատյան պատճառով մի քանի ինքնաթիռներ փոխել են ուղղությունը եւ վայրէջք կատարել այլ քաղաքների օդակայաններում։ Ադրբեջանն ու Թուրքիան պարտավորվում են փոխադարձ օգնություն ցուցաբերել իրենցից մեկի դեմ զինված ագրեսիայի դեպքում։ ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածով ճանաչված անհատական եւ կոլեկտիվ ինքնապաշտպանության իրավունքն իրացնելու համար։ Այսօր համապատասխան օրինագիծը ստորագրել է Ադրբեջանի նախագահը։ Կողմերը միմյանց ռազմական օգնություն են ցուցաբերելու իրենցից մեկի խնդրանքով եւ իրենց ազգային օրենսդրությամբ սահմանված ընթացակարգերի համապատասխան, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Իրաքի առաջին տիկինն այցելել է Իրաքի հայկական եկեղեցի եւ տեսանյութ հրապարակել։ Շանազ Ահմեդ Իբրահիմը Իրաքի հայոց թեմի առաջնորդ օշական եպիսկոպոս Գյուրգյուրյանի հետ շրջել է տաճարում, ծանոթացել եկեղեցու պատմությանն ու հոգևոր նշանակությանը։ Այցի վերջում նա շնորհակալություն է հայտնել եպիսկոպոսին բարեհամբույր վերաբերմունքի համար։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն եւ պաշտպանության նախարար Իսրայել Կացը խոստացել են շարունակել ռազմական գործողությունները Գազայում, Լիբանանում եւ Սիրիայում։ Մենք մեզ հաստատել ենք որպես տարածաշրջանային տերություն, իսկ որոշ ոլորտներում նաեւ գլոբալ, որը մեզ ավելի է մտերմացրել շատ այլ երկրների հետ, ասել է Նեթանյահուն։ Նա կարևորել է Համասի եւ Հեզբոլլահի զինաթափման հարցը։ Իսրայելի վարչապետի խոսքով Համասը հարձակման է պատրաստվում, որն ուղղակիորեն հակասում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի համաձայնագրին։ Իսրայելը Գազայում Համասի եւ Լիբանանում Հեզբոլլահի հետ հրադադարի համաձայնագրեր է ստորագրել, սակայն շարունակում են ժամանակ առ ժամանակ ռազմական հարվածներ հասցնել, որոնք Թել Ավիվի խոսքով ուղղված են ահաբեկիչներին եւ ահաբեկչական ենթակառուցվածքներին։ Ստամբուլի ոստիկանությունը ձերբակալել է Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորման 115 անդամի։ Նրանք կասկածվում են Սուրբ Ծննդյան եւ Ամանորի տոների նախաշեմին հարձակումներ պլանավորելու համար։ Այդ հարձակումների թիրախում պետք է լինեին ոչ մուսուլմանները։ Խուզարկությունների ընթացքում արգելվել են զինամթերք։ Պարզվել է, որ ձերբակալվածներից մի քանիսի նկատմամբ հայտարարված է եղել միջազգային հետախուզում։ Այս պահին որոնվում են խմբավորման մյուս անդամները։